Առավոտից Facebook-ը ողողված էր աչքալուսանքներով ու շնորհավորանքներով։ Ախուրյանի մոր և մանկան հիվանդանոցում լուսադեմին ծնվել է ապրիլի 3-ին Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը։ Հրաչի կինը Անուշը հուզվում է, անվերջ դստերն է նայում, դժվարանում է բառերով նկարագրել իր ապրումները։ Փոքրիկին Հրաչի ցանկությամբ անվանակոչել են նրա մոր տիկին Անահիտի պատվին։ Մայրը պատմում է, թե Հրաչն ինչպիսի անհամբերությամբ էր սպասում դստեր լույս աշխարհ գալուն, նույնիսկ հասցրել էր փոքրիկ Անահիտի համար հագուստ գնել։ Հրաչոս նորից վերածնվել է։ Ինքը շատ նման է ապավային։ Տարբերություն չեմ տեսնում, չգիտեմ։ Հանուն երեխի բրի ապրի մոր Հրաչոս ուրախ լինի։ Հրաչի հարազատները ուրախության ու տխրության արդյունքներն աչքերին ընդունում են շնորհավորանքները։ Փոքրիկն ուրախություն է բերել Գալստյանների ընտանիք։ Պետք է ամեն ինչ անեն նրան անհոգ մանկություն պարգևելու համար։ Եղբայրս ընկավ հերոսաբար անուն հայրենիքի ու սևատերությամբ իր երեխեն է մեզի սփոփողը, համբերություն տվողը։ Մենք պետք է ապրենք այս երեխով իմ եղբոր հիշադակը վառ պահելով։ Ծննդկանն ու նորածինը լավ են, 2 օր հետո դուրս կգրվեն։ Անուշը ամուսնու զոհվելուց հետո տեղափոխվել է Գյումրի։ Ստեփանակերտի համալսարանից փաստաթղթերը վերցնելով ուսումը կշարունակի Գյումրու մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետում։ Լիանա Ներսիսյան, Նազելի Էլբակյան, ժամը լրատվական։